Թիրախավորված գովազդի անկման պատճառները։ Ինչու է սկզբից թիրախային գովազդը լավ աշխատում, հետո վատանում։ Հասկանալու համար արի բաժանենք թիրախային լսարանը 3 խմբի։ Առաջինը՝ հստակ սեգմենտ, ով այդ պահին ակտիվ փնտրում է տվյալ պրոդուկտը գնելու համար։ Երկրորդը՝ նույնպես հստակ սեգմենտ, ինչպես առաջին կետում, բայց արդեն գնել է։ Երրորդը՝ հետաքրքրություն ցուցաբերված սեգմենտ, բայց նպատակ չունի գնում կատարելու։ Երբ նոր թիրախային գովազդ է ստեղծվում և տրվում է հստակ սեգմենտ, ստեղծվում է որոշ քանակի այդ պահին համահունչ սեգմենտ, որոնց ցուցադրվելու է գովազդը։ Գովազդը անմիջապես մերկրագրելուց հետո կարող է այն ցուցադրվել վերոնշված առաջի կետի սեգմենտին և գովազդը հիանալի արդյունքներ ցուցադրի, բայց գովազդը նշված 3 խմբերի սեգմենտին ցուցադրվելու է, երբ սկսվում է ցուցադրվել երկրորդ և երրորդ խմբերի սեգմենտներին, սկսվելու է ընկնել գովազդի արդյունավետությունը։ Ընթացիկ թիրախային լսարանը փոխում է իր հետաքրքրությունները և որոշ ժամանակ արդեն չի դառնում մեր ցանկալի սեգմենտը։ Կա նաև գովազդի վիզուալ կուրություն լսարանի մոտ, դա երբ նույն գովազդը անընդմեջ տեսնելիս այն նկատելի էլ չի դառնում։ Ինչպես շտկել։ Հարկավոր է պարբերաբար գտնել նոր սեգմենտ, կրեատիվների թեստավորումներ անել, եթե միշտ նույն թեմատիկ գովազդն է ընթանում, ապա հարկավոր է դիզայնի և կոնտենտի փոփոխություններ կատարել և առաջարկը մատուցել նորովի։